Հեշտ ճանապարհներ թրեյդինգում մի փնտրեք, ընկերներ ջան, չկան, այստեղ հեշտ ճանապարհներ երբևիցե առհասարակ տվյալ ոլորտում կամ առհասարակ կյանքի ցանկացած ոլորտում հեշտ ճանապարհներ ու հեշտ ուղիներ չկան, այն ճանապարհները, որոնք որ հեշտ են տրվում, իմացեք ոչ մի տեղ չեն բերում, այսպես ասած, ընկերներ ջան, ցանկանում եմ այսօր անցկացնենք մեկ աշխատանքային սեանս ու խոսեմ այս թեմայով, բայց եկեք մեր ռիսկերը փոքրացնենք, քանի որ այսօր բավականին շատ գործակներ են բացելու, այստեղ հենց տեսնում եմ ակտիվ արդի շարունակություն, եկեք այստեղից բացենք գործը։ Ընկերներ ջան, հեշտ ճանապարհներից օրինակ ասելով, հեշտ ճանապարհներ ասելով, խոսքս վերաբերվում է AI-ներին, բոտերին, ռոբոտներին, ընկերներ ջան, թրեյդինգում աշխատելու եւ թրեյդեր դառնալու միակ ուղիներից մեկը դա սովորելն է, փորձելն է, ձախողվելն է եւ կրկին այդ ձախողումից հետո փորձելն է։ Նրանք ովքեր որ սկսել են, թող իմանան, եթե չեն հասկացել կամ հուսահատվել են, թող իմանան, որ սկսելով արդեն իսկ կատարել են գործի կեսը եւ շարունակելով արդեն մոտենում են ամեն օր, եթե աշխատում են ամեն օր տրվում է մեկ քայլ առաջ իրենց մեծ նպատակին թրեյդեր դառնալուն ու այստեղ ստաբիլ գումար աշխատելուն, ընկերներ ջան։ Հեշտ ճանապարհներով, AI-ներով, ռոբոտներով, բոտերով այդ ամեն ինչը շրջանցելը ու այսպես ասած փորձել դրանց միջոցով աշխատել ու չանցնել այն ամեն ինչի մեջով ինչով որ անցնում են մնացած բոլոր թրեյդերները, չձախողվել ու ընդհանրապես կոպիտ ասած ոչ մի լումա չներդնելով այս ամեն ինչի մեջ սկսեն ստաբիլ այստեղից հազարավոր դոլարներ աշխատել, դա բացառվում է ընկերներ ջան։ Միակ ճանապարհը այստեղ գումար աշխատելու, սեփական փորձ ձեռք բերելն է, սեփական գիտելիքներ ստանալն է, այդ գիտելիքները օգտագործելն է, խիզախ լինելն է այդ ինֆորմացիան ստանալու, ընկալելու ու առաջ շարժվելու։ Երբ մարդ փորձում է այդ դժվարությունները ու այդ ամեն ինչը շրջանցել ինդիկատորների մեթոդով, միջոցով շրջանցել, չգիտեմ, այնտեղ այլ ուրիշ միջոցներով, AI-ներով, ռոբոտներով, բոտերով, այդ ամեն ինչից հետո ուղղակի գալիս է մի պահ, երբ տվյալ մարդը կոպիտ ասած հետանայում շրջվում է ու հասկանում է, որ ինքը ծախսել է բավականին ժամանակ, բավականին գումար ու այդ ամեն ինչը ուղղակի եղել է իզուր ու ոչինչ չի ստացել դրա փոխարեն ոչ մի տեղ չի եկել վերջնական կետի չի հասել ընկերներ ջան։ Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս, քանի դեռ ընկերներ ջան ժամանակ կա, քանի դեռ չեք սկսել կամ նոր եք սկսել, իմացեք, որ շրջանցել տվյալ դժվարությունները տվյալ ոլորտում անհնար է։ Բոլորը անցնում են դժվարությունների միջոցով, բոլոր թրեյդերները երբեմն եղել է սկսնակ, ձախողվել են, մինուս են ունեցել, հաղթահարել են այդ ամեն ինչը, պայքարել են, ձգտել են ու ստացել են այն ինչ որ ուզում են։ Ֆորմուլան թրեյդեր դառնալու ու թրեյդինգում հաջողություն ունենալու, ընկերներ ջան, պարզ է արտասանելուց պարզ է, բայց արդեն գործնականում ունի մի շարք նյուանսներ ու մի արդեն բարդություններ։ Բարդությունները դրանք պահպանելն է, դրանք հասկանալն է, վերլուծելն է, սխալների վրա սովորելն է ու մինուսից հետո չհիասթափվելն է, առաջ շարժվելն է։ Երբ մարդ փորձում է դժվարությունները շրջանցել ու այդ դժվարությունների միջով չանցել, ընկերներ ջան, ամենայն հավանականությամբ տվյալ մարդիկ պատկանում են այն մարդկանց ցանկին, որոնք որ ամեն ինչ ստացել են հեշտությամբ ու առհասարակ ոչ մի բանի հանդեպ ձգտում չունեն ու իրանց համար է նորմալ է որ կարա օրինակ ինչ որ չգիտեմ կարճ ժամանակում մի քանի հազար դոլար աշխատելը բախտի բերումով աշխատեն դրանից հետո չգիտեմ նույն ձևով ու ավելի շատ այստեղ մինուս գնան ու չգիտեմ այդ ամեն ինչը վերնագրեն որ այստեղ հնարավոր չի գումար աշխատել կամ այս ամենը, չգիտեմ, կազինո է, չգիտեմ, կամ այլ ինչ-որ բաներ։ Նման մարդկանց հատուկ է նման խոսքերը ու նման վարքը։
Ընկերներ ջան, իմ կողմից ես անձամբ ասում եմ իմ կարծիքը։ Ես եւս երբեմն բնականաբար եղել եմ սկսնատ, այս ամեն ինչը չեմ հասկացել ու այս ամեն ինչի միջով անցել եմ։ Անցել եմ ու հասկացել եմ այս ամեն ինչը ու խորհուրդ եմ տալիս ձեզ հավատալ ինձ, հավատալ իմ փորձին ու իմ խոսքերին։ Դժվարությունները շրջանցել հնարավոր չէ։ Հեռու մնացեք AI-ներից, բոտերից, ռոբոտներից ու մի փորձեք առհասարակ ձեր մեջ ձևակերպել այն միտքը, որ կարելի է գումար աշխատել հեշտ ու ձգտել, չգիտեմ, հեշտ ճանապարհներ փնտրել ու ծախսում եք ձեր ժամանակը, արդյունքում ոչ միտեղ չեք հասնելու ընկերներ ջան։ Տվյալ ոլորտը շատ բարդ ոլորտ է, իր սկզբնական էտապներում ընթացքով, այսինքն սկսելուց մինչև թրեյդեր դառնալը ինքը ունի շատ նյուանսներ ու ունի շատ բարդություններ։ Դրանց հաղթահարելուց հետո ընկերներ ջան արդեն կանցնեք ստաբիլ աշխատանքի, կունենաք ստաբիլ եկամուտ եւ կհասկանաք այս ամեն ինչը ու պանիկայի մեջ բացարձակ չեք ընկնի ընկերներ ջան։ Այսօր շուկան բավականին այսպես կապրիզներով ու մանիպուլյացիաներով շատ է, դրա համար բացում ենք այսպես դագումներ, գումարած դրան ժամը արդեն բավականին ուշ է, բայց ամեն դեպքում վտանգավոր ոչինչ չկա, աշխատում ենք։ Ընկերներ ջան, ստաբիլ այստեղ աշխատելուց ու թրեյդեր դառնալուց հետո դուք կհասկանաք արդեն հիմնական ինչ եք ցանկանում առհասարակ այստեղից, ինչ տեղի ունեցավ ձեր հետ ու ինչի միջով եք անցել դուք։ Այդ ամեն ինչի միջով անցնելուց հետո դուք ձեռք եք բերում ներքին վստահություն, այսինքն ձեր ուղեղը արդեն հասկանում է, որ կար դժվարություն ու այդ դժվարությունը հաղթահարեցիք դուք, չհանձնվեցիք։ Այդ ամեն ինչից հետո արդեն ձեր աշխատանքի արդյունքը դա գումարն է։ Գումարը ընկերներ ջան, այստեղ աշխատում է հետևյալ կերպ։ Կարող ես դու այստեղ 1 րոպեվա ընթացքում կամ 2 րոպեվա ընթացքում աշխատել շատ ու շատ մարդկանց 1 ամսվա աշխատավարձը։ Նույնիսկ կարող ես 1 օրում քո 2 աշխատանքային սեանսով ընդհանուր գործարքները հաշվելով, եթե բացում ես օրինակ 7 գործարք, կարող ես աշխատել այդ 7 գործարքի միջոցով, որը որ ընդհանուր կարող է տևի 1 օր, աշխատել շատ մարդկանց 1 տարվա ընդհանուր եկամուտը, որքան որ իրանք կստանան 1 տարի, չգիտեմ, ուրիշ գործ, ուրիշ ոլորտում աշխատելու արդյունքում։ Բայց այդ 1 օրվա հետևում, այդ 1 րոպե աշխատանքի հետևում ընկած են ընկերներ ջան տարիների ջանք ու եռանդ, փորձ, ձախողումներ, պայքար ու չհանձնվող այնպիսի ներքին մարդու տեսակ, որը որ այդպես էլ չհանձնվեց, շարժվեց մինչև վերջ ու ստացավ իր ուզածը։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը ընկերներ ջան, բացեցինք, չգիտեմ որքան գործարքներ բացեցինք, երևի 4+ այտենց պոզիցիա վերցրեցինք։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտեցիք, ովքեր որ ցանկանում են կրկնել իմ գործարքները, կոմենտներում կլինի Telegram-ը, կարող եք անմիջապես գրել ինձ, որ ցանկանում եք միանալ թիմին, կմիացնենք ձեզ թիմի։ Միանալը բացարձակ անվճար է։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ընկերներ ջան, հաջողություն։